Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, վարչապետը Ռուսաստանի Դաշնությունում է, այնտեղ մասնակցելու է Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին եւ նաեւ հանդիպում է ունենալու Միխայել Միշուստինի հետ։ Հասկանանք նախ ինչ է նշանակում վարչապետի այցը, որովհետեւ գիտեք, մենք տևական ժամանակ է սպասում ենք կամ որոշ շրջանակներ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին եւ հայտնի հանդիպմանը, որի մասին վարչապետը անոնս էր արել դեռևս նախընտրական շրջանում, որ հունիսի կեսերին կայանալու է Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Հիմա հասկանանք ինչու է Վլադիմիր Պուտինը կամ կարող է լինել նաև հակառակը խուսափում այդ հանդիպումից, ինչ հարցեր են դրվելու սեղանին, կան արդյոք կնճռոտ հարցեր, որոնցից խուսափում է այս պահին Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ որոնց քննարկումը ըստ էության չի բխելու այս դեպքում Ռուսաստանի Դաշնության շահերից։ Կնճռոտ հարցերը շատ են եւ ամեն ինչ կախված է դրանից, թե ինչպեսի լուծում է լինելու, եթե այն լուծումը, որ իրենք են ակնկալում, իհարկե են շահերից է բխում։ Եթե ոչ, եթե մեր շահերից բխող լուծումը, ուրեմն ոչ, հենց դա որ խնդիրը այդտեղ է, որ մեր շահերը չեն համընկնում։ Դա վաղուց է այդպես։ Սա հստակ է, որ այս պահին կան հարցեր, որոնց շուրջ մեր շահերը եւ Ռուսաստանի Դաշնության շահերը ուղղակի չեն համընկնում։ Չէ, միանշանակ է դա վաղուց է սկսվել եւ տեսեք ինչ է տեղի ունեցել, այն որ մեր ռազմաքաղաքական շահերը չսկսեցին համընկնել եւ այդ բոլոր գործողությունները, իրավիճակները, որը մենք ունեցանք այդ չհամընկման արդյունքում, բերեցին նրան, որ այսօր չեն համընկնում տնտեսական շահերը եւ ռազմաքաղաքական այլևս չկա, Ռուսաստանը այդ առումով այստեղ որևէ դերակատարում չի ապահովում, չնայած իրենց այդ ռազմաքաղաքական ռուդիմենտը 102-րդ բազան դեռ Գյումրիում է եւ սահմանին հայ-թուրքական կան դեռ սահմանապահներ, հիմա մնացել է տնտեսականը։ Այս չհամընկնումը բերում է մի իրավիճակի, երբ ձեր նշած այդ կնճռոտ հարցերը պետք է լուծվեն։ Ես կարծում եմ, որ այդ հարցերը վաղ թե ուշ լուծվելու են, որտեղ այսպես չի կարելի շարունակել, Ռուսաստանը շարունակում է դանդաղեցնել, արգելակել Հայաստանի տնտեսական զարգացումը, այնպես ինչպես երկար տարիներ շարունակ արգելակում էր Հայաստանի ռազմական զարգացումը, ռազմաքաղաքական զարգացումը, երբ մեր երկրի նախագահը հայտարարում էր, որ մենք կռվում ենք 80-ականների զենքով եւ այդտեղ ոչ մի վատ բան չկա։ Հիմա նույն իրավիճակն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ, հանդիպումը Միշուստինի հետ, այդ Պուտինի հետ ապագա հանդիպման նախերգանքն է, որտեղ հարցերը շատ են։ Այդ հարցերում չկա երկկողմանի կոնսենսուս, եւ այդ կոնսենսուսը պետք է գտնվի։ Ամենայն դեպս, որքանով ես հասկանում եմ, Երևանը տրամադրված է դրան։ Միտված է իր բոլոր գործողություններում դեպի որոշումը, որպեսզի որոշումը լինի կոնսենսուսային։ Սպասենք արձագանքին։ Ինչ վերաբերվում է շնորհավորանքին, ես շարունակում եմ պնդել, որ Պուտինը շնորհավորելու է Նիկոլ Փաշինյանին, դա լինելու է կամ հայտարարության տեսքով, կամ ուղղակի ձեռքսեղմով։ Գիտեք, եկեք հասկանանք էլի ինչ է կատարվում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա եւ հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ եւ Պուտինը սեղմում է նրա ձեռքը, դա նշանակում է, որ նա ճանաչում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանություն եւ վարչապետ։ Ինչի մասին մենք խոսենք այդ դրանից հետո։ Ինչը չէր ուզենա անել, ստացվում է, պարոն Ստեփանյան, որ եթե ինքը չի ճանաչում, չէ, ուրեմն չի, տենց է, չէ, այդպես չի։ Ուրեմն չի հանդիպելու հետո ուղղակի։ Ինքը կարող է Փաշինյանի հետ չհանդիպել, չի կարող, որովհետև կա փոխադարձ կախվածություն։ Իրենք այստեղ ունեն ակտիվներ, որոնց իրենց վաճառել, նվիրել եւ ուղղակի տվել է Ռոբերտ Քոչարյանը։ Շո մի բան պետք է այդ ակտիվների հետ արվի, որոշում պետք է լինի այդ ակտիվների մասով։ Իրենք այստեղ դեռ տնտեսական շահեր ունեն։ Որոշում պետք է լինի, թե ոչ, դրա համար պետք է չէ բանակցել, բա ում հետ է բանակցելու, թե ոչ Նիկոլ Փաշինյանի։ Ակտիվներ ասելով ինչ նկատի ունեք, պարոն Ստեփանյան, երկաթուղին այդ ակտիվներից մեկն է եւ նաեւ սեղանին դրված է լինելու այդ կնճռոտ հարցերից մեկը։ Դա ամենակարևոր հարցն է, որը պետք է այսօր լուծվի կոնցեսիոն պայմանագիրը։ Երկաթուղիները մերն են, բայց կոնցեսիան իրենցն է։ Եվ իրենք այստեղ շատ դուրս արգելակող դեր են կատարում, դեստրուկտիվ դերակատարում ունեն, այդ խնդիրը պետք է լուծել։ Բայց մինչ այժմ նաև հայտարարությունների մակարդակում առնվազն ռուսական կողմը ասել է, որ պատրաստ չէ կոնցեսիան ոչ փոխանցել մեկ այլ երկրի, ոչ էլ դրանից հրաժարվել։ Հիմա լուծում է այստեղ ինչպես է հնարավոր, երբ հայկական կողմն էլ գիտեք լրիվ այլ պատկերացում ունի։ Ես չեմ կարող ասել ինչ լուծում կարող է լինել, լուծումներ կան,
Ես չեմ կարող ասել կառավարությունը որ տարբերակը կընտրի, բայց լուծումներ կան։ Ես չեմ ուզում առաջ ընկնեմ գործընթացներից։ Լավ տնտեսական սանկցիաները, որոնք սկսվեցին նախընտրական շրջանում, պարոն Ստեփանյան, քիչ թե շատ հասկանալի էր, թե միտումը որն է։ Հետընտրական շրջանում դրա շարունակելը եւ ավելի թեժացնելը, միտումը որն է, ԵԱՏՄ շրջանակներում նման խնդիրներ ստեղծել է եւ այս կացնային մոտեցումը արդյոք Ռուսաստանի Դաշնության կողմից կշարունակվի, թե այնուամենայնիվ ինչ որ պահի կգան կառուցողական դաշտ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ սա ինչ որ իմաստով նաեւ հակառակ էֆեկտ է տալիս, մենք դրան դեռ կանդրադառնանք Եվրամիության շուկայի, այսպես ասած, Հայաստանի առջև բացվելուն, բայց հասկանանք Ռուսաստանի մոտեցման տրամաբանությունը որն է։ Դե ես նաև այս տաղավարում դեռ ընտրություններից առաջ նշել եմ, որ չեմ կիսում այն մոտեցումները, որ այս ճնշումը, այս սանկցիան քաղաքականությունը բացառապես նախընտրական տրամաբանություն ունի, այդպեսի կարծիքներ շատ էին, չէ՞, հնչում են ժամանակ։ Ես ասում եմ, որ կա երկու ուղղություն, մեկը նախընտրական է, մեկը հետընտրական։ Եվ հետընտրականը շատ ավելի խորն է իրականում եւ շատ ավելի հիմնավոր է, որովհետեւ Ռուսաստանը հիմա փորձում է անել այնպես, որպեսզի այս տարածաշրջանը առանց իր մասնակցության չբացվի։ Սա է իրականում ամենամեծ խնդիրը։ Այսինքն Գալուզինի հայտնի հայտարարությունը, որ թրիփը չի կարող գոյություն ունենալ կամ թրիփի համար Գալուզինի եւ Գալուզինների եւ Օվերչուկների բոլորի հայտարարությունները միտված են դրան։ Իրենք ուզում են մասնակից լինեն այս գործընթացներում։ Իրենք չեն կարող լինել մասնակից գործընթացներում, որտեղ կա երկու մասնակից՝ ԱՄՆ եւ Հայաստան։ Իրենք չեն ցանկանում մասնակից լինել այլ գործընթացներում, այնպես ինչպես իրենց առաջարկվել է Հայաստանի հյուսիսում, օրինակ երկաթուղիների վերագործարկում եւ նոր գծերի կառուցում, ճյուղերի կառուցում։ Իդեպ վարչապետ Փաշինյանը նույնը առաջարկում է Եվրամիությանը այսօր։ Դրա համար իրենք փորձում են ինչպես միշտ, ես նորից եմ ասում, իրենց դեստրուկտիվ դերակատարումով այդ ամենը վիժեցնել եւ արգելակել, որովհետեւ իրենք ուզում են ամեն ինչ, իրենք ուզում են ամեն ինչում լինեն մասնակից։ Այն դեպքում, երբ նրանք ոչ դրա բարոյական, ոչ ֆիզիկական իրավունքը չունեն, ոչ էլ իրավաբանական, որովհետեւ իրենք X պահի մեզ ուղղակի գցել են շատ կարճ, որպեսզի բոլորին པարզ դառնա։ Իրենք այստեղ չունեն անելիքներ։ Հիմա այս ամբողջը ինչ որ կատարվում է, Ռուսաստանը փորձում է մաքսիմալ կերպով Հայաստանին վնասել։ Ստեղծել մի իրավիճակ, երբ մենք մեր թաթիկները վերև կբարձրացնենք, ասենք մենք հանձնվում ենք, եկեք մեր լոլիկը գնեք, մեր ծաղիկները գնեք, մնացածները դա ինչ կլինի։ Քոչարանական տրամաբանությամբ, կամ Սերժ Սարգսյանի։ Ես կարծում եմ, որ կառավարությունում կա այդ ողջ ամրությունը, իրենք հասկանում են ինչի հետ են համեմատում, ինչի դիմաց կարող են փոխանակել եւ դրան չեն գնա։ Բայց տրամաբանությունը սա է, այս ճնշման հիմքում ընկածը սա է, կամ ունենալ լուրջ մասնակցություն կոմունիկացիաների վերաբացմանը տարածաշրջանում, ինչի իրավունքը նրանք չունեն, նրանք վաճառել են այդ իրավունքը Արցախի հետ միասին, որ իրենք Արցախը վաճառեցին թուրքերին, դա էլ դրա հետ են վաճառել։ Կամ իրենք վիժեցնում են այդ գործընթացը, փորձում են վիժեցնել։ Իրենց մոտավորապես, եթե դա կարելի է անվանել քաղաքականություն, այսպես է։ Այո, դրանով նրանք հերթական անգամ կրակում են սեփական ոտքին։ Բայց սական քաղաքականությունը այսպեսին է, միշտ այսպեսին է եղել։ Այսինքն առնվազն Հայաստանի պարագայում ամեն ինչ կամ ոչինչ։ Ուզում են ստանալ ամեն ինչ, ուզում են մասնակցություն ունենալ ամենուր։ Իրենք համարում են, սա է ամբողջ ողբերգությունը, որ այդ ամեն ինչը իրենցն է։ Իրենք համարում են, որ սա իրենցն է։ Իրենց ուղեղում այդպես է, դրոշմը չի դուրս չի գալիս։ Մտածելակերպն է այսպես։ Ինքը ասում է, ես ինչի պետք է համաձայնվեմ ինչ որ մի փոքր մասնաբաժնի, այն ինչ որ ինձ առաջարկում է, եթե այդ ամբողջը իմն է, ինձ ուզում են խաբեն, ինձ ուզում են գցեն, ինչ որ ամերիկացիները, եվրոպացիները, այդ կոլեկտիվ արևմուտքը, ինչպես են իրենք ասում։ Իրենք չեն անցալում այս իրողությունը։ Բայց ժամանակները փոխվում են, աշխարհակաղակական պատկերը։ Ինչու է Ռուսաստանը, ուզում եմ հասկանալ, այս նույն մտածելակերպի մեջ, ինչ տարիներ առաջ։ Ինչու է Ռուսաստանը հիմա Ուկրաինայում խրվել, բենզին չունի բենզակալոնկաներում, երբ որ Ռուսաստանը անվանում էին մեծ բենզակալոնկա, բայց շարունակում է Պուտինը խոսել տնտեսական աճի մասին։ 2 օր առաջ հայտարարել է, այդ ամբողջ Կրեմլում հավաքել է իր անձնակազմին, բոլորը սենց էին անում, ասում են, մենք հեսա դառնում ենք 4-րդ տնտեսությունը աշխարհում, 4-ի մեջ ենք մտնում, ինչպեսի բաներ էր ասում։ Ինչու է դա այդպես անում։ Ես չեմ կարող ասել։ Գիտեք, ժամանակին կար չէ այդպեսի բան, ասում են Բրեժնևսկի զաստոյ, Բրեժնևյան այդ կանգնած վիճակ, չգիտեմ ինչպես է դա թարգմանվում։ Ես կարծում եմ, որ Պուտինյան այդ զաստոյը
ինքը այս պահին շատ ավելի խորն է, շատ ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար եւ բոլոր երկրների համար, ովքեր Ռուսաստանի հետ կապվածություն ունեն, կախվածություն ունեն, քան Բրեժնևյանի ժամանակ։ Այսինքն այդ պատրանքը, որ Ռուսաստանը ստեղծել է իր մասին եւ իր շուրջ, այո, որ ինքը իրենք ինչ որ զուգահեռ աշխարհում են ապրում, երկիրը ներսից փտած վիճակում է, քանդվում է, ասենք տնտեսությունը քանդվում է, ինքը տնտեսական աճի մասին է խոսում։ Սա այնքան ակնհայտ է, երբ դու ցուցանիշներն ես փորձում վերլուծել, երբ դու տեսնում ես, թե լուրջ հեղինակավոր տնտեսագետները, փորձագետները ինչ կարծիքներ են հայտնում կատարվողի մասին, հիմքում ինչ է ընկած։ Սա ակնհայտ է դառնում, բայց իրենք շարունակում են իրենց այդ քաղաքականությունը սեփական ոտքին կրակելու, հետեւաբար ինձ չի զարմացնում այն, ինչ իրենք անում են Հայաստանի ուղղությամբ։ Եվ շատ դժվար է այդպիսի մարդկանց հետ գտնել ընդհանուր լեզու։ Փաշինյանի առջև հիմա շատ դժվար խնդիր է դրված։ Նույնիսկ Միշուստինի հետ բանակցությունների ժամանակ։ Եվ այդ քայլը պիտի դրսևորի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառուցողականությունը նկատի ունեմ, այսինքն ես կարծում եմ, որ միանշանակ պետք է փորձել լինել կառուցողական, բայց նաև պետք է իրենց քիթը մցնել այն իրողության մեջ, որը կա, իրենք դա էլ են սիրում։ Պետք է ցույց տալ, որ իրականությունը սա է։ Իրականությունը սա է, մենք դες առաջարկում ենք սա, դուք պետք է անեք սա, եթե ուզում եք, եթե չեք անելու սա, չեք ստանա սա։ Այսինքն ինչ որ կոմպրոմիսային տարբերակ է պետք մշակել ռուսների հետ շփման մեջ, որպեսզի իրենք վերջնական adekvatությունը չկորցնեն։ Եվ ֆոն դեր Լայնի այցը նաև տարածաշրջան եւ Երևանում արված հայտնի հայտարարությունները հատկապես այն իմաստով, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը փակի շուկան, ապա Եվրամիությունը բացում է, դե եթե դուրս տնենք, արդեն դա իրականություն է, այն որ Ռուսաստանի Դաշնությունը փակել է իր շուկան եւ Եվրամիությունն է բացում իր շուկան։ Պարոն Ստեփանյան, սա ապտակ էր Ռուսաստանի Դաշնության, այսինքն հաշվարկել էին, սպասելի էր նման քայլը եւ սա պարզապես տնտեսական, այսպես ասած, ժեստ էր Հայաստանին օգնելու տնտեսապես, թե սա ավելին է, ինչ է թաքնված այս քայլի տակ, ինչու էր դա պետք Եվրամիությանը, որովհետեւ էլի եթե ցիտենք ընդդիմադիրներին կհիշեք, որ Եվրամիությունը մեզ չի փրկելու, սա ասում է բան է, խապկանք է եւ տնտեսությունը կանգնելու է կռախի առաջ, եթե բառացի մեջ բերեմ, եւ նաեւ պնդում էին, որ սով է լինելու Եվրամիությունում ոչ ոք մեզ չի սպասում։ Հիմա տեսնում ենք լրիվ այլ իրականություն, ֆոն դեր Լայնի հայտարարությունները, այդ մեծ ներդրումները եւ աջակցությունը այն դեպքում, երբ հաշվի առնենք նաեւ այդ հանգամանքը, պարոն Ստեփանյան, որ Հայաստանը հանդիսանում է դե յուրե գոնե հապկանդամ, ԵԱՏՄ անդամ, ԱՊՀ անդամ, այսինքն սա բացառիկ է։ Մոլդովային, Ուկրաինային իհարկե աջակցություն եղել է նաև Վրաստանին, բայց Հայաստանի պարագայում նախ աջակցության չափը եւ ծավալն է բացառիկ, ապա նաև այդ մոտեցումը, ինչով է սա պայմանավորված, ինչու է Հայաստանը կարևոր։ Դուք հիմա ինձ 7 հատ հարց տվեցիք։ Ես փորձեմ պատասխանել ընդհանուր տրամաբանության մեջ։ Տեսեք, եկեք նախ անդիմությանը հանգիստ թողենք, իրենք հանգստի կարիք ունեն, թող հանգիստ թողենք իրենց։ Ինչ է ամենակարևորը։ Ինչի է ֆոն դեր Լայնը եկել Հայաստան։ Ինչի է ֆոն դեր Լայնը եկել Բաքու։ Նպատակը մեկն է։ Սկսենք այդից, ամենակարևորից՝ տարածաշրջանի բացումը։ Չի Ռուսաստանը հակառակվում այդ ամենին, որտեղ չի ուզում, որ տարածաշրջանը վերաբացվի, դառնա կոմունիկացիոն հանգույց, իսկ ինքը այդտեղ մասնակցություն չունենա, այն մասնակցությունը, որը ինքն է պատկերացնում։ Հիմա ֆոն դեր Լայնը այդ բոլոր ռևերանսները, որը անում է Բաքվի հետ հարաբերություններում, այստեղի հայտարարությունները, ինքը կապ ունի, չէ։ Հիմա եթե Ռուսաստանը փորձում է դրանով խանգարել, բիժեցնել մեր այդ ճանապարհը, ուրեմն Եվրամիությունը պետք է աջակցի, չէ։ Այդ բոլոր հայտարարությունները իդեպ ապտակի մասով, դա Ռուսաստանում ընկալում են որպես ապտակ։ Իրենք այդպես են, սա ապտակ չի իրականում, սա քաղաքականություն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիությանը մենք մեր գեղեցիկ աչքերի համար չէ, որ պետք ենք։ Մենք պետք ենք, որ փազլի, ես միշտ ասել եմ, տարածաշրջանը փազլ է։ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, առնվազն այս փոքր տարածաշրջան, կա ավելի խոշոր փազլ, որի մասն ենք մենք։ Մի փազլ է հանում ես, վերջ, մնացածի դերակատարումը զրոյանում է։ Հիմա Հայաստանը այդ փազլներից մեկն է, եւ մենք դրա համար ենք պետք Եվրամիությանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մեր գործառույթը դրանում է տարածաշրջանը բացել, օգտագործել որպես կոմունիկացիոն հանգույց, որպեսզի իրենց ունենան հնարավորություն արևմուտքից արևելք, արևելքից արևմուտք, հիմնականում արևելքից արևմուտք բեռներ տեղափոխել։ Սա տնտեսական նախագիծ է։ Եվրամիությունը ձգտում է տնտեսական անկախության։ Սա պարադոքս է շատերի համար։ Լավ չէ հիշենք իրենց նորից, բայց այնուամենայնիվ Եվրամիությունը ձգտում է անկախություն ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտում է, որ Եվրամիությունը
անկախություն չունենա, կախված լինի իրենից եւ տնտեսական կախվածության մակարդակը լինի բարձր եւ ռազմաքաղաքական։ Մենք տեսնում ենք Թրամփը ինչ է անում, չէ՞, նույնիսկ այդ մաքսատուրքերի պատերազմը, չէ՞, ինչպես է վարվում Եվրոպայում։ Եվրոպացիները ամեն ինչը գիտակցում են, փորձում են իրենք էլ մաս դառնան այդ նախագծի, եւ ես կարծում եմ, իհարկե դա ուղիղ կերպով չի հնչել, բայց ես դա այդպես եմ վերցանել, որ Ֆոն դեր Լայենը վարչապետ Փաշինյանին առաջարկել է նույնիսկ Եվրամիության մասնակցությունը նույն թրիպում այդ Global Gateway մեծ նախագծի շրջանակներում, որ այսօր Եվրամիությունը փորձում է առաջ քաշել մեր տարածաշրջանում։ Ինչ է Global Gateway-ը, դա չինական մեծ այդ մետաքսե ճանապարհի այլընտրանքն է։ Իրենք փորձում են իրենք այդ նախագիծը իրականացնել։ Իմաստը գնում է լուրջ աշխարհաքաղաքական մրցակցություն, որի հիմքում ընկած է աշխարհատնտեսությունը։ Աշխարհատնտեսություն բառը մենք չենք սիրում։ Մենք միշտ սիրում ենք խոսել քաղաքականությունից, ներքին քաղաքականությունից, մանդատներից, բայց աշխարհատնտեսությունն է այսօր աշխարհը կառավարում։ Բոլոր գործողությունների հիմքում դա է։ Եվ մեզ այդ ամենի շրջանակներում առաջարկում են դերակատարում։ Պարոն Ստեփանյան, բանալի բառը ասացիք, մեզ առաջարկում են Եվրամիությունը, Միացյալ Նահանգները մեզ առաջարկում են ամենատարբեր նախագծեր, պրոյեկտներ, ներդրումներ են անում, փորձում են զարգացնել Հայաստանը կամ այն ճանապարհը, որ Հայաստանը ընտրել է այդ զարգացման ուղին, խրախուսում են, օգնում են այդ ճանապարհին։ Ինչ է անում Ռուսաստանի Դաշնությունը։ Շարունակելու է սպառնալ, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը, որպես դաշնակից եւ ինչպես իրենք են բարբերաբար հայտարարում, բարեկամ պետություն, միայն սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Առաջարկը ո՞րն է։ Չանի, որ առաջարկ չունի, ինչ պետք է անի։ Միակ առաջարկը սպառնալիքն է։ Ինքը ասում է, ես ճահիճի մեջ եմ, դու պետք է ինձ հետ մնաս, որովհետև դու այդ ճահիճի բնական մաս ես։ Այդ չեմ ուզում իրենց հիշեմ, բայց ամեն անգամ պետք է հիշեմ։ Ինչ են ասում, ասում են, չէ, աշխարհագրությունը չես փոխի։ Այդ ռուսական նարատիվը, աշխարհագրությունը չես փոխի, դու շրջապատված ես թշնամիներով, հետևաբար պետք է անես այնպես, ինչպես ասում է քո գլխավոր թշնամին, որը ներկայանում է որպես դաշնակից։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, այո, աշխարհագրությունը չես փոխի, բայց այդ աշխարհագրությունը բացի մարտահրավերներից եւ վտանգներից իր մեջ պարունակում է նաեւ հնարավորություններ։ Մենք երկար տարիներ ասում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, մեզ շրջափակման մեջ են պահում։ Հիմա այսօր պարզվում է, որ մենք ենք Ադրբեջանի շրջափակման մեջ պահում։ Ինչպես։ Նախաճեպանը կտրված է Ադրբեջանից։ Մենք այսօր այդ մեծ բան բարձրացավ, չէ, հերթական աղմուկը, հիմարությունների տարապ։ Ինչ էին ասում, մենք Տելեկոմ Արմենիայի ծառայություններից հրաժարվում ենք, տեղափոխվում ենք Յուքոմ, որովհետև իրենք Ադրբեջանի շահերն են սպասարկում։ Այդ ուղեղները այդ միացրեք էլի։ Ասենք ես փորձագետ չեմ, փորձագետների կարծիքն եմ լսել տարբեր, հասկացել եմ ինչ է կատարվում։ Ընդհանրապես մեր տարածքով Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս ինտերնետը տալ Նախիջևանին։ Ինտերնետ կապ ենք ապահովել։ Հիմա սա ում է պետք մեզ, թե իրենց։ Ով է ավելի մեծ կախվածություն ունենում դրանից։ Սա է տարածաշրջանի վերաբացման տրամաբանությունը, սա է, որ փոխադարձ կախվածությունը աճի։ Հիմա մենք Ադրբեջանի տարածքով որտեղից ենք ինտերնետ ստանում, Թուրքմենստանից, թե Իրանից, թե Ուզբեկստանից։ Այսինքն մի քիչ պետք է մեր ուղեղները աշխատացնենք, հասկանանք ինչ է տեղի ունենում, հասկանանք ինչ տրամաբանություն է դրված այս ամեն ինչից, հասկանանք մեր շահը որն է։ Երկար տարիներ մենք մեր շահը անտեսել ենք, առաջ քաշելով Ռուսաստանի շահը ենք սպասարկել։ Հիմա այս պահին մենք հնարավորություն ենք մեր շահը սպասարկենք։ Եվ մի կարևոր բան, Ադրբեջանը ինչի է արգելակում հայ-ադրբեջանական գործընթացը Հայաստանի սահմանադրության համար, Դա իմիտացիա է, պարոն։ Իհարկե, ավելի լուրջ խնդիրներ կան։ Ալիևը առևտրի մեջ է, քանի տարի է առևտրի մեջ է Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջև։ Սկզբից փորձում էր վաճառել մեր մասը, Զանգեզուրի միջանցքը որտեղից հայտնվեց։ Փորձում էր սեփականը շնորհել ուրիշի տարածքը։ Մեր բակերում կան կեղտոտ մարդիկ, որ ուրիշի տարածքը խլում են, պետականը, չէ, մեր համայնքային սեփականությունը խլում են, դարձնում են իրենցը, հետո գալիս է պետությունը, ասում է, ստե պետք է բան կառուցեք, ճանապարհ կառուցենք, ասում է 1 միլիոն կտաս կտամ, չէ։ Մեն նույնը Ալիևն է ուզում անել։ Փորձել է Զանգեզուրի միջանցքի պատրվակով այդ ճանապարհը Հայաստանի տարածքով սեփականը շնորհել, սեցեսիայի ենթարկել եւ վաճառել արևմուտքին։ Եվ իր փայը, եւ մերը։ Չի ստացվել, թույլ չենք տվել։ Այդքան խելք ունեցել ենք։ Հիմա փորձում է իր տարածքը ավելի թանկ վաճառի։ Ասում է ինձ ինչ եք տալի դրա դիմաց։ Առևտրականա չէ։ Նորմալ է դա։ Բայց մենք էլ պետք է մեր առևտուրը անենք, ասենք դուք ինչ եք տալիս։ Մենք Ռուսաստանի հետ խնդիր ունենք։ Լոլիկը չի գնում։
Չանում է լոլիկը։ Ծաղիկը ծախում են 100 դրամով, որ 500-ով 1000-ով էին ծախում արել։ Իսկ Ադրբեջանը կարող է սպառող դառնալ նույն լոլիկի, ծաղիկի։ Այդ երկրորդական, չորրորդական եւ 10-րդական հարցը իհարկե կարող է, հարցը դա չի։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ավելի մեծ բան է դրված սեղանին։ Շատ մեծ բան է դրված սեղանին եւ դե գնում է արևտուր։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ մեր կառավարությունը եւս դա հասկանում են։ Հիմա Եվրամիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դուք ասում եք, չէ՞, ռուսներին այստեղից հանեք։ Հիմա ռուսները հենց այդպես չեն գնում ստեից, խնդիրներ են առաջացնում եւ հետևանքները մեր լոլիկ ծախողի պայմանական եւ ծաղիկ աճացնողի վրա է մնում։ Ինչ է առաջարկում, որ այս խնդիրները լուծեք, որ մենք էլ այս մարդկանց ասենք գնացեք ստեից, որ այդ ամեն ինչը աշխատացնեք։ Ինչ եք մեզ դրա փոխարեն առաջարկում, դա շատ քիչ է։ 52 միլիոնը դա փող չի։ Սա ավելի լուրջ գործարք է, սա աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական գլոբալ գործարքի մաս է։ Մենք էլ այդ գործարքի մի փոքր, բայց անհրաժեշտ puzzle-ն ենք, մասն ենք։ Սա մասին է խոսքը գնում։ Նույն Ադրբեջանը միջև հիմա Հայաստանի հետ չի ստորագրում խաղաղության պայմանագիր։ Հիմնականում այդ պատճառով։ Այսինքն, եթե Արևմուտքը իրեն լավ գին վճարի, ինքը պատրաստ է աչք փակել սահմանադրությանը այդ հարցի։ Ամեն ինչի վրա աչք փակի, ամեն ինչի վրա։ Ես դες վստահեցնում եմ։ Այդ խոսքը ամբողջ այդ խնդիրը ստեղ է դրված։ Մենք կենտրոնացել ենք ինչ-որ երկրորդ, ես չեմ ասում սահմանադրությունը իրենք չեն ուզում մեր փոխվի, բայց դա երկրորդական է, երրորդական է, կա շատ ավելի կարևոր բան։ Պետք չի ուշադրությունը շեղել այդ երկրորդական, երրորդականի վրա եւ կա ավելի կարևոր հարց։ Մենք պետք է դա հասկանանք։ Պարոն Ստեփանյան, հայ-թուրքական հարաբերություններում եւ կարգավորման process-ում նույնպես այդ դանդաղկոտությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան էլ դեռ բավարար այն գինը չի ստացել Արևմուտքից եւ կամ Միացյալ Նահանգներից, որն ուզում է Հայաստանի հետ կարգավորման գնալու եւ կամ սահմանը բացելու համար։ Մենք կարող ենք ենթադրել, որ այստեղ էլ հնարավոր է առանց նախապայմանների կարգավորում, եթե Թուրքիան էլ ստանա այն գինը, որը ինքը ակնկալում է։ Այս պահին մենք Թուրքիան չի առաջարկում, մեր արչև չի դնում ոչ մի նախապայման, բացի Ադրբեջանի պահանջներից։ Այն հիշում եք, որ ասում են Եղեռնի ճանաչում, ցեղասպանության ճանաչում, ինչ էին ասում, մի քանի նախապայման կա, 4 հատ նախապայման կա, ասա չեմ էլ հիշում արդեն։ Այսինքն Թուրքիան միանշանակ առևտրի մեջ է այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ։ Այս հարցում միանշանակ սա ամենագլխավոր հարցը չի հայ-թուրքական սահմանը։ Կարող է 10-րդը լինի, կարող է 20-րդը լինի, բայց քեզ ինքը այդ գործարքի մի մաս է։ Հիմա միջև Թուրքիան չի ստանում Ամերիկայից այն, ինչ ինքը ուզում են, սահմանը չի բացելու։ Չնայած իրենք էլ են շատ լավ հասկանում, որ սահմանը բացելով իրենք շատ լուրջ օգուտներ կքաղեն այս տարածաշրջանում իրենց մասնակցությունով։ Եվ այս հարցում Ադրբեջանը ես այդպես եմ կարծում։ Կա հակադիր կարծիք, ես կարծում եմ, որ Ադրբեջանի կարծիքը այստեղ երկրորդական է։ Իհարկե հաշվի են առնում։ Այսինքն էլի, եթե Թուրքիան այդ գինը ստանա, Ադրբեջանի այդ կարծիքի մոտեցումը մի կողմ կդնի։ Գիտեք, թուրքական քաղաքականությունը շատ ավելի խորը երևույթ է, հա, պատմության մակարդակով, հա, մասշտաբներով, քան ինչ-որ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Էրդողանի անձնական հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ եթե գինը լինի, իրենք միանշանակ կգնան այդ քայլի։ Այս իրավիճակում ինչ քայլերի սպասել նաև Ռուսաստանի Դաշնությունից, պարոն Ստեփանյան, որովհետև ինչի եմ այս հարցը տալիս, որ ես էլի պիտի ցիտեմ, ստիփած պիտի ցիտեմ դիմադիր падգամավորներից մեկին, ով ասում էր, որ եթե Իրանը կարող է ինքնաթիռով ուղարկել Եվրամիություն, այլ ինքնաթիռով չեք կարող բերել գազը, օրինակ, Եվրամիությունից։ Եվրամիությունը չի գալու եւ ձեզ գազ տա։ Չենք կարող։ Սրանք ինչ ազդակներ են, նախ ինչու են դիմությունը խոսում գազի մասին, գազի գների մասին, գազի խնդրի մասին, այն դեպքում, երբ նման ազդակներ դեռևս չկան, միգուցե արդեն ինֆորմացիա ունեն ներքին, որ շուտով նաև գազի մասով են խնդիր ունենալու։ Ինչ սպասել Ռուսաստանի Դաշնությունից։ Նշած քաղաքական գործիչների կներեք արտահայտության համար տրամաբանությունը հետևելն է, ժողովրդին վախեցնել։ Այլ բան չեմ ասում։ Նախ ընտրականում վախեցնում էին, ինչ որ դեպքում ստացվեց, հիմա վախեցնում են հետընտրականում։ Ինչու են վախեցնում, որովհետև իրենց տերերի քաղաքականությունն է այդպես ռուսական, այլ բան նրանք չգիտեն, չեն ուզում սովորեն։ Վաղուց պետք է սովորեին 21-րդ դարը, չեն ուզում սովորեն, լավ իրենց խնդիրն է, շատ ավելի լավ որ չեն սովորում։ Վախեցնում են, որպեսզի մենք վախենանք, ճնշում գործադրեն կառավարության վրա, ասենք, բա գիտեք ինչ կա, վաղը գազը թանկացնելու են։ Կարող են գազը թանկացնել, ես արդեն խոսել եմ այդ մասին, բայց կան նաև այլ ընտրանք, ինչ է նշանակում ինքնաթիռով գազ չեք բերի, էլի չենք բերի։ Ադրբեջանի տարածքով կբերենք, Իրանի տարածքով կբերենք, չէ։ Ինչի չենք բերի։
Չեք թողի բերենք Gazprom Armenia։ Կասկայնացնենք այդ ընկերությունը, բա ինչ անենք։ Հո մեր տնտեսությունը փուրը չենք տալու, հո մութուցուր տարիները չենք վերադառնալ։ Եթե ստիպեք, պետք է գնանք այդ ճանապարհով։ Եվ դա էլ է մեսիջ։ Եվ այդ ուժերը թող փոխանցեն իրենց տերերին Մոսկվա։ Որ այս դեպքում այստեղ կարող է այսպեսի որոշում կայացվել։ Իսկ դուք մտածել եք ձեր մյուս քայլը որն է լինելու։ Այս անգամ ինչն եք թանկացնելու։ Աշխարհը մեծ է, այլ ընտրանքներ կան։ Իսկ ով ասեց, որ այդպեսի քաղաքականությունը վերջում չի բերի մի իրավիճակի, երբ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն կարող է կոնսենսուսի գալ Թուրքիայի հետ եւ սահմանը բացել։ Իսկ այդ ժամանակ ինչ է անելու Մոսկվան։ Ինչ են անելու։ Այդ ժամանակ ընդհանրապես ոչ մի խաղաթուղթ չի մնալու իրենց ձեռքում։ Այսինքն ամեն մի այդպեսի քայլ ունի հակաքայլ եւ քաղաքական ռացիոնալությունը չի նշանակում ռուսական, որ մենք չենք կարող գործել ռացիոնալ։ Հետևաբար այսօր պետք է պատրաստվել նրան, որ նոյեմբերի 1-ին կամ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանը կարող է գազագինը փորձել թանկացնել։ Եվ մենք այդ պահին արդեն լուծումը պետք է ունենանք։ Եթե մենք այդ պահին լուծումը ունենանք, Ռուսաստանը դա չի անելու։ Եթե չունենանք, անելու է։ Մեր կառավարությունը սա պետք է գիտակցի։ Իսկ մենք լուծումը ունեինք, պարոն Ստեփանյան, տնտեսության հետ կապված, այս սահմանափակումների հետ կապված, Միշտ ունեցել ենք այդ լուծումը, մենք ուղղակի չենք օգտագործել։ Միշտ ունեցել ենք։ Ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը գիտակցել է, որ Ռուսաստանի Դաշնությունը այդ լծակը այսպես թե այնպես նախընտրական շրջանում օգտագործել։ Ես երեք խոսում էի, հենց երեք խոսում էի սեղանի շուրջ մի կոնյակ արտադրող ընկերության, այսպես ասեմ, բավականին լուրջ պաշտոն զբաղեցնող ներկայացուցչի հետ ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է, մենք խնդիր չունենք մեր կոնյակը վաճառելու միայն Ռուսաստանում։ Մենք ուրիշ տեղ էլ կարող ենք վաճառել։ Մեր խնդիրը այն է, որ այս պահին մենք պետության հետ խնդիրներ ունենք, օրինակ, հա։ Այսինքն այդ մարդիկ են ասում, որ իրենք խնդիր չունեն բացի Ռուսաստանից այլ տեղ վաճառելու ապրանքը։ Հիմա ես իրենց հավատամ, թե ընդդիմությանը հավատամ, թե Ռուսաստանին հավատամ։ Ասում կարող ենք վաճառենք ուրիշ տեղ։ Էս է վիճակը։ Արաբական շուկան նաև բացվեց այս օրերին մենք։ Այո, ինչու ոչ։ Մենք երբեմն մտածել ենք, որ ելակ կարող ենք վաճառել Էր-Ռիադի շուկայում, հա, սուպերմարկետներում կամ, չգիտեմ, Աբու Դաբիի կամ Դուբայի։ Վաճառում ենք, չէ։ Մենք երբեմն մտածել ենք, որ Ձիանը կարող է վաճառվել օրինակ Գերմանիայում։ Փորձել ենք այդ մասին մտածել։ Ո՞վ է մեղավոր, մենք, ռուսները, ո՞վ է մեղավոր։ Մենք ենք, չէ՞ մեղավոր։ Մենք ուղղությամբ պետք է մտածել։ Պետք չի ընկնել գերշահույթների հետևից սկզբից։ Սկզբից կարելի է ինքնաժեքով տանել առաջի տարին, շուկան քո տեղը, հա, քո տեղը զբաղեցնես այդ շուկայում, մյուս տարի արդեն շահույթով կաշխատես։ Դե ինչ անենք, ամբողջ աշխարհն է այդպես անում։ Գիտեք, ես այդ մասին արդեն խոսել եմ։ Ռուսաստանի շուրջ եւ ամենակարևորը ներսում իրավիճակը այնպես է զարգանում մակրոտնտեսական առաջի հերթին եւ ինչու ոչ ընդհանրապես տնտեսական։ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել։ Չէ՞ մեկը մտածել է, որ վաղ այդ ռուսական ռուբլին հերթական անգամ, եթե արժեզրկվեց, օրինակ մի անգամ, ասենք 4-ը մոտավորապես դարձավ 2։ Ինչ ենք անելու։ Ինչ է շարունակելու ենք տանենք ընդդծախենք ապրանքը, ձեր չի տալու չեմ ես։ Շուկան փակվել է ինքը իրան, այսինքն կարող է լինել իրավիճակ եւ դրա հավանականությունը շատ բարձր է։ Ես վստահ եմ, որ մոտակա տարիներում մենք դες այդ խոսելու ենք եւ դες հիշեցնելու եմ, որ ես այդ մասին ասել եմ, զգուշացրել եմ։ Շուկան ռուսական կարող է բաց լինել, մեզ խնդրելու են ասել են ձեր ապրանքը բերեք, բայց մենք չենք կարող բերենք, որտեղ ձեռնտու չի։ Մեր արտադրողները դրա մասին պետք է մտածեն։ Պետք է մտածեն, որ այնտեղ դեֆոլտ կարող է լինել, որ գնողունակությունը կարող է անգամներով իջնել, մարդիկ ուղղակի չեն կարող այդ ապրանքը գնեն։ Պետք է մտածել այլ ընտրանքների մասին։ Ես եթե արտադրող լինեի, ես վաղուց դա արել էի։ Վաղուց դա արել էի։ Նույնիսկ մի տարի շահույթ չէի ստանա, մի ձևի կգոյատևեի, այն բակակալեքով, որ մյուս տարի կստանամ, բայց գոնե գիտեմ, որ վաղը, գիտեք, եվրոյի կուրսը դժվար չէ փլուզվի կամ դոլարի, բայց ռուսականը 14 թվականից 3 անգամ իջել է այդ կուրսը։ Նույն ինչ որ հրաշքով շարունակում են գոյատևել մենք այդ շուկայում։ Իսկ եթե նորից իջավ մի անգամ կամ 2 անգամ, ինչ ենք անելու։ Իմ անձնական դիտարկումն այնպեսին է, որ պարոն Ստեփանյան, եթե հայկական տնտեսվարողները սովորեցին Եվրամիության եւ արաբական աշխարհի շուկաներին, հետո Ռուսաստանը շատ դժվարությամբ է իրենց համոզելու հետ վերադառնալ, սա իհարկե իմ դիտարկումն է, ոչ մասնագիտական։ Պարոն Ստեփանյան, խոսենք նաեւ սահմանադրական դատարանի վճռից,
ըստ էության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության պահանջը ընտրությունները ճանաչել անվավեր, ընդդիմության ամեն տարբեր ուժեր, Ուժեղ Հայաստանը, ապա նաև Հայաստան դաշինքը հայտարարեցին, որ իրենք ուշադրություն վերցնելու են մանդատները, նախ ամեն կերպ փորձեցին արդարացնել մանդատները վերցնելու այդ process-ները, Ուժեղ Հայաստանը հայտարարեց, որ դա լինելու է շատ կարևոր քայլ այն ճանապարհին, որ իրենք կտրելու են ԿՊ-ի թևերը, փողոցային պայքարին զուգահեռ սա նաև պայքարի եւս մեկ այլ լծակ է, Հայաստան դաշինքը հայտարարեց, որ այո, մանդատները զենք են, իսկ դրանցից հրաժարվել է անպատասխանատվություն։ Հասկանանք առաջիկա 5 տարիներին ինչպիսի ընդդիմություն կունենանք, պարոն Ստեփանյան, որովհետև նախընտրական շրջանում հիշում եք, թե ինչ խոստումներով էին գալիս եւ ինչ ապոկալիպտիկ սցենարների մասին էին խոսում, ընդհանուր օրինակ 300,000 ադրբեջանցիների վերադառնալու մասին։ Հիմա խոսում են այն մասին, որ այո, պիտի մանդատները վերցնեն, որովհետև դա զենք է, դա ուժ է, պիտի կտրեն այդպես ԿՊ-ի թևերը, թեև երկու ուժերն էլ չեն ճանաչում ԿՊ-ի լեգիտիմությունը, բայց ամեն դեպքում մանդատները վերցնում են, գնում են աշխատելու։ Այս տրամաբանությունը հասկանալի է ձեզ համար, պարոն Ստեփանյան, եւ ստացվում է ընդդիմությունը էլի չունի որևէ օրակարգ, միակ օրակարգը այն է, որ ԿՊ-ի թևերը կտրեն, այդ զենքով, որը մանդատը, որը իրենք զենք են համարում, չգիտեմ ում վրա կրակեն եւ ունենանք եւս 5 տարի, որ ընդդիմությունը խոստացել է հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու ԿՊ-ին, չի ստացվել, դե չի ստացվել։ Չի։ Տեսեք, ես առաջարկում եմ մենք շատ լավ, մենք չէ, այդ կես միլիոն իրենց ընտրողները թող շատ լավ հիշեն այսօրվա իրենց ասածները, ինչ որ մարդիկ ասում, շատ լավ թող հիշեն, իրենց ընտրողներն են։ Իրենք են չէ ընտրել քաղաքական ուժին, այդ քաղաքական ուժերը առաջին հերթին իրենց արժև պատասխանատու են իրենց հայտարարությունների համար եւ խոստումների համար։ Նախ, առաջինը, եթե մոտակա 1 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն 300,000 ադրբեջանցիներին Հայաստան չբերեց, այդ կես միլիոնը պետք է այդ 3 քաղաքական ուժից առաջին հերթին Ուժեղ Հայաստանից հարցնի, պահանջի, ուր են այդ ադրբեջանցիները, բայց ինչի չեն բերել։ Կարող ես խափում եք, կարող ես վախացնում եք, որ մենք սխալ որոշում կայացնենք։ Չէ, չեք խափում մեզ, սա մեկ։ Երկրորդը, այս բոլոր հայտարարությունները, որոնք իրենք հիմա անում են, այդ նույն բանը իրենք ասում էին միջև ընտրությունները։ Եվ այստեղ հարց է առաջանում, ինչ փոխվեց այս ժամանակահատվածում, այս պայմանական 2 շաբաթվա ընթացքում, ինչ փոխվեց, մի ամսում լավ, ինչ փոխվեց, ինչ որ բան փոխվել է, որ իրենց խանգարում էր հունիսի 8-ին կամ 9-ին հայտարարել, որ մենք մանդատները վերցնելու ենք։ Ինչի են ժամանակ չեն հայտարարել, հիմա են հայտարարում, որտեղ իրենց պետք էր ժամանակ շահել, ինչի համար, ինչի վրա են հույս դնում։ Ես չգիտեմ, միգուցե հույս էին դնում, որ Պուտինը երկնքից վերևից իրենք միշտ վերև են, չէ՞ նայում Պուտինի վրա, ինչ անելու, կայծակներ նետելու Հայաստանի վրա, Զևսի նման կամ չգիտեմ ինչ անելու, ու ըստեղ ինչ ամեն ինչը կչորանա եւ իրենք կհայտնվեն իշխանության գլխին, կամ երկրորդը ինչը շատ ավելի ռացիոնալ է, դուք ասում եք, դուք հասկանում եք իրենց տրամաբանությունը, շատ լավ եմ հասկանում եւ ես խոսել եմ դրա մասին ընտրություններից առաջ։ Ես ընտրություններից առաջ եմ ասել, որ ստե ամենակարևորը մանդատների հարցն է։ Իրենք դեռ չէին խոսում։ Իրենք ընտրությունից հետո ասել մենք մտածում ենք վերցնենք թե չէ։ Իրենք ամենասկզբից էլ վստահ են եղել, որ իրենք մանդատները վերցնելու են։ Սա սուտ է, խաբեություն է, խաբկանք է։ Իրենք այդ կես միլիոնին խափում են։ Ինչ չեն խափում, ես իրենց ընտրողը չեմ։ Թող այդ կես միլիոնն եմ մտածի դրա մասին։ Խափում են, ասում են մենք պայքարում ենք, զբաղվում են ներքաղաքական պայքարի իմիտացիայով, այն դեպքում երբ այդ պայքարը չկա, իրենք շատ լավ գիտեն, որ Սահմանադրական դատարանը մերժելու է իրենց պահանջը։ Այդ 3-ի մասն եմ ես խոսում։ Մերժելու է իրենց պահանջը, բայց նրանք գնացին Սահմանադրական դատարան։ Ինչի համար, որ թույլատնեն, հանգցնեն այն հնարավոր, միգուցե չգիտեմ, 1000 հոգի ցանկանային դուրս գային։ Կան չէ, կես միլիոնի մեջ մարդիկ, որոնք չեն գնվել, որոնք Ռուսաստանից չեն բերել, որոնք ինչ որ սեփական կաշվի մասին, պաշտոնի մասին չեն մտածում լավ։ Կան չէ նորմալ մարդիկ, որ իրոք հավատացել են այս ուժերին։ Հուսամ կան, պարոն Ստեփանյան։ Չէ, եկել են, չի կարող այդպես լինի, որ չլինի, չի կարող որ կես միլիոն մարդ տականք լինի Հայաստանում։ Չի կարող այդպես բան լինի, ես չեմ ուզում դրան հավատալ։ Հիմա այս մարդիկ կարող են չէ դուրս գալ փողոց, ասել ժողովուրդ, ասում եք Նիկոլը ուզուրպատոր է, լեգիտիմ չի։ Գողացել է իշխանությունը մեզանից։ Բան չի չեք դուրս գալի, դուրս գաք պայքարենք։ Այդ մարդկանց իրենք հանգստացրել են, հանգցրել են այդ կրակը։ Ինչի՞, հարցրեք իրենց։
թող իրենք պատասխանեն։ Պարոն Ստեփանյան, այստեղ շատ հետաքրքիր է, ասացիք, որ այդ կես միլիոն մարդկանց վախեցրել են եւ մոբիլիզացրել են։ Այն ինձ հետաքրքիր է, այդ կես միլիոն մարդիկ հիմնականում ուղղորդվել են վախով, որ նման ընտրություն են արել։ Ուղղորդվել են այսպես համակրանքով Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, թե հակառակ, օրինակ, հակակրանքով իշխող ուժի կամ օրինակ Նիկոլ Չկա այդպիսի բան, որ ես հիմա ասեմ, հիմնականում այսպես կամ այնպես, այդ բոլոր գործոնները պլյուս դրան նաև այլ գործոններ, այդ կես միլիոն մարդը պայմանական կես միլիոնից ղեկավարվել են, ամեն մեկը իր մոտիվացիան ունեց։ Ես նույնպես եմ ասում, մարդկա շատ լավ հասկանում է, որ այս 3 քաղաքական ուժերը Հայաստանի վերջը տալու են, եթե դառնան իշխանություն, բայց ինքը գնացել է իրենց ընտրել է, որովհետև ինքը դա ուզում է։ Իրենց առատալ։ Մարդկա խափնվել է, մարդկա վախեցել է, մարդկա ազնիվ է, ու մտածում է, որ իրոք Նիկոլ Փաշինյանը թուրքերի շահերն է սպասարկում ադրբեջանցիների, որ ինքը Հայաստանի վերջն է ուզում տալ։ Տարբեր մարդիկ կան։ Հիմա ամեն մեկը մի ձև է մտածում, հարցը դա չի։ Բայց հարցը այն է, որ այս մարդիկ պետք է այս մարդկանց առջև պատասխան տան այդ ստերի համար։ Այս մարդիկ վաղը պետք է հարցնեն։ Իրենք որ արդեն պարլամենտում սկսեն այդ շիշ նետելը, հա, հայհոյելը, կռիվաները, ինչ են իրենք զբաղվելու, ոնց են պայքարելու։ Ես ասում եմ պայքար, տենց են չի։ Իրենք պետք է մի օր հավաքվեն, ասեն ժողովուրդ, մեզ բացատրեք, ադրբեջանցիները ուր են։ Ուր են ադրբեջանցիները, ցույց տվեք։ Իսկ երբ ասում են փողոց կգեներացնենք, կմոբիլիզացնենք, երբ պետք լինի, ինչ եք կարծում, իրենց ընտրողները, այն զանգվածը, որի մասին մենք խոսում ենք, որոնք adekvat են, որոնք գնացել են եւ հավատալով ընտրել են այդ ուժին, դուրս են գալու իրենց հետ պայքարելու։ Եթե իրենք իմանային, որ դուրս են գալու եւ պայքարելու են, իրենք հայտարարելու են 7-ից լույս 8-ի գիշերը այդ ժամանակ։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԿՊ-ն հաղթել է, դեռ հաշվարկը չավարտած, իրենք պետք է ժամանակ դուրս գային փողոց։ Բայց իրենք գիտեին, որ իրենք չեն կարող դուրս գալ փողոց, որտեղ այդ էլեկտորատը չունեն, որ իրենց էլեկտորատի զգալի մասը գնված է, որ անվճար ոչ մեկ դա չի անելու, որ իրենք ի վիճակի չեն դա անել։ Դրա համար դուրս չեն եկել։ Հիմա ինչ էլ ասեն, տեսեք, մի կարևոր բան։ Եթե դու վերցնում ես մանդատը, դու ճանաչում ես, որ ընտրությունները եղել են լեգիտիմ, վերջ։ Մնացածը ինչ դու ասես, որ խափել են, ադմինիստրատիվ ռեսուրս են կիրառել, չգիտեմ, դա նշանակում է, որ դու խափում ես քո սեփական ընտրողին։ Եթե դու համաձայն չես ընտրությունների հետ, դու պետք է մանդատը չվերցնես։ Երբ դու մտնում ես խորհրդարան, նստում ես այդ աթոռին, այդ Ղարաբաղի դրոշն է բերում ես, տնկում ես դեմդ։ Դա նշանակում է, որ դու գնացել ես գործարքի իշխանության հետ։ Դու կամ ընդունում ես լեգիտիմությունը, կամ չես ընդունում լեգիտիմությունը, բայց գնում ես իշխանության հետ գործարքի մեջ։ Դու խափում ես դրանով քո սեփական ընտրողին։ Հիմա թող այդ ընտրողը իրենց այդ հարցը տա։ Դա իրենք մանևրում են, ասում են մանդատները վերցնում ենք, բայց իշխանության լեգիտիմությունը չենք ճանաչում։ Դե չի լինում այդպես, չի լինում այդպես, կամ սենց է լինում, կամ սենց է լինում, կամ սև պետք է լինի, կամ սպիտակ պետք է լինի։ Ստե այդ կարմիրը մեջտեղը չի տեղավորվում, իրենք ուզում են կարմիր լինեն, չի ստացվում, դա չի լինելու։ Ես դա ասում եմ որպես մոտ, որը հետևել է ընտրություններին տարբեր երկրներում։ Վրաստանի ինտիմությունը չի ընդունում, որ վրացական երազանքը լեգիտիմ իշխանություն չի ընդունում, իրավունք ունի եւ մանդատները չի վերցրել։ Իրենք չեն ընդունում, իրենք սեփական ընտրողին չեն խափել, մեսրակ խափել են։ Թող գնա պատասխան տան, ինչ ասեմ։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք։